Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Հայ-բելգիական արդեն վստահելի մանկապարտեզն իր երկրորդ մասնաճյուղն է բացել։ 1.5-ից 6 տարեկան փոքրիկները այստեղ ջերմ ժամանակ են անցկացնում մինչ 18:30-ը։ Բելգիական նախադպրոցական փորձը այստեղ համադրված է հայկական կրթական ծրագրին։ Բելգիական մեթոդաբանության տաժերը փոքրիկների ամենօրյա ծրագրում են։ Հյուզիների փայտիկների միջոցով մաթեմատիկայի եւ մենթալ թվաբանության ուսուցում, ազատ մտածողության խթանում, տարբեր խմբակների առկայություն, օտար լեզուների ուսուցում։ Շենքային հարմարավետ պայմաններին եթե ավելացնենք եւս երկու առավելություն, առողջ ափսեի ներդրումը եւ երեխային տեղափոխումը պարզ է դառնում, որ ձեր բալիկը իդեալական հոգացության տակ է։ Հայ-բելգիական պարտեզ։ Նվիրեք փոքրիկին գունավոր մանկություն։ Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Մեդինֆորմ հաղորդաշարն է եթերում եւ այսօր մենք զրուցել ենք բոլորի շատ հուզող եւ այս օրերին բավականին լայն տարածում ունեցող բիոակտիվ հավելումների բադերի մասին։ Նախկինում քննադատություններ էին հնչում Միացյալ Նահանգների հաշվին, հասցեին, որ այնտեղ շատ են օգտագործում բիոակտիվ հավելումները եւ գրեթե ամեն քայլի նկատում ես օրը քանի անգամ տարբեր բադեր էին օգտագործում, բոլորը ասես կախվածություն ունեին բադերից։ Հայաստանում նույնպես այդպես է դարձել, այսինքն այս սովորույթը տարածվել է նաև ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, եւ մարդիկ սկսել են վիտամինների, հանքանյութերի պակասը ավելի շուտ ստուգել, նկատել, հաճախ նաև առանց բժշկին դիմելու ինքնակամ լրացնում են իրենց օրգանիզմը հավելումներով, վիտամին D-ով օրինակ, որը առանց բժշկի ցուցման եւ առանց հստակ արյան լաբորատոր փորձաքննության չի կարելի հանձնել։ Ինչի համար են բադերը, ինչին են տալիս օգուտ եւ ինչին վնաս, թեմայի շուրջ զրուցել եմ եկել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի թերապևտ Նարինե Ղալումյանի հետ։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի հյուրն եք եւ մեր հեռուստադիտողին կարևոր ինֆորմացիա ենք հաղորդելու։ Ես նույնպես։ Եվ այսպես բիոակտիվ հավելումներ, ասես դեղորայքի եւ վիտամինների միջև է գտնվում, ոչ բուժում է, ոչ պասիվ է, այս ամենի համար կան տարակարծություններ։ Իհարկե հիմա ժամանակակից կյանքը դարձել է այնպեսին, որ առանց դրանց ասես չես պատկերացնում կյանքդ։ Դուք որպես տարիների փորձ ունեցող թերապևտ, ինչ կարծիք ունեք առհասարակ բիոակտիվ հավելումների մասին, պետք է դրանք կիրառել։ Շատ արդիական թեմա եք դուք, թեմային եք դուք մոտեցել շատ արդիական, որը իր պիկը ունեցել է 90-ական թվականներին, այն ժամանակ էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ մեծ թափով զարգացին դրա ինդուստրիան, արդյունաբերությունը, ինչ հիվանդություն ասեք, նրանք դրանով կարծես բուժում էին, ես կարծես բառն եմ ասում, որովհետև իրենք էլ այդքան չունեին այն կարծիքը, որ դա կարող էր բուժել, բայց ամենայն դեպս նրանց ոչ շատ ընդունված էր գովազդային մոտեցումները, ցանկացած իրավիճակի։ Իսկ այն ժամանակ Սովետական Միությունը, երբ որ արդեն բանը, ասենց ասեմ, լուծարվեց, այն ժամանակ ռուսական էլի համա նման ընկերությունները նույնիսկ իրենք առաջարկեցին, որ ուռուցքային հիվանդություններ անգամ կարող էին բուժել։ Այսինքն այն ժամանակ թուրքարտիկներ կային, մի քիչ շեշտադրությունը շատ էր, ժողովուրդը առաջին անգամ ինտերնետին էր մոտենում, արդեն մարդկանց մաչելիությունը բժշկական որոշ նորությունների, ամեն բժշկական թեմաներին շատ մեծ էր։ Առաջվա նման չէր, որ գայր պացիենտը բժշկի մոտ ինչ ասեր, ինքը ինչ որտեղ կամ ընդուներ կամ չէ, դա իրեն գործեր, բայց ինքը չուներ մաչելիություն գրականությանը։ Իսկ հիմա չափից դուրս լայնա դրա մոտեցումը։ Բոլորը կարող են մտնել, նայել սայթերը եւ այլն։ Բայց թե որն է ճիշտ, որը սխալ, այդա ստեղծում էր տարակարծիքություն, այսինքն մեկը ոգևորվում էր, մեկը չէ։ Ես նույնիսկ բժիշկներ գիտեմ, որ մի ժամանակ շատ մեծ քայլերով առաջ գնաց Herbalife-ը։
Herbalife-ը գնաց ու նույնիսկ իրենք գիտեք ինչ էին կազմակերպում շոու Այսինքն եւ երգում էին, եւ պարում էին, եւ ուրախանում էին, եւ սուրճի սեղանի շուրջ։ Մի խոսքով այնտեղ կային մարդիկ, որ այդ հավելումները օգտագործելիս 20 կիլո, 25, նույնիսկ 30 կիլո քաշ էին իջացնում, շատ ոգևորված էին։ Հետո իրենք Herbalife-ը մտածել էր, որպեսզի ավելի տպավորություն ստեղծի, ավելի լրջություն ստեղծի, շատ բժիշկներ էին ընդգրկում, բուժաշխատողներ էին ընդգրկում եւ դա բավականին լավ ստացվում էր։ Վստահություն էր ներշնչում ասած։ Այո, դե հիմա իհարկե իմ կարծիքով ոչ մեկը շատ բարձունքներ կամ ասեմ ռեյտինգներ այնքան բարձր չի, համենայն դեպս արդեն ֆիլտրվեց, գիտեք, որ ընկերությունները, որոնք որ բնական նյութերը, որոնք իրենք օգտագործում են, ավելի իրազեկ են մարդիկ։ Ու դա ավելի է դու նրան վստահում, քան մի անկապ բան է, բույսի անուն կամ որը քո տեղանքում, հա, իհարկե, որը մեր ծանոթ չի։ Իսկ ինքներդ գիտեք, որ նորությունը իմ կարծիքով դա մոռացված հին է։ Լավ մոռացված հին է, իհարկե։ Լավ մոռացա, որտեղ մենք այդքան կապեր չունեինք արտասահմանյան երկրների արևելյան, արևմտյան, ամերիկյան չունեինք։ Դրա համար հիմա արդեն ավելի իմ կարծիքով հիմա իրավիճակը ավելի լավ է այդ առումով, քան այն ժամանակ։ Բժշկուհի, այ հիմա շատ ակտուալ է դարձել, բոլորը ասես խմում են վիտամին D3 եւ իհարկե այս առումով դոզաներն են տարբեր են, բայց մարդիկ միգուցե սխալ դոզայով են խմում, միշտ չի որ բժշկի թերապևտի հսկողության տակ է սա արվում։ Մի փոքր խոսենք այս մասին, եթե պետք է այն խմել անընդմեջ եւ առանց ստուգելու։ Ճիշտն ասած, ես իմ կարծիքն ասեմ, ես չեմ ուզում դեզնից թաքցնեմ, ես ինչ եմ մտածում, ունեմ դրա իրավունքը իմ կարծիքով, կալիբրովկա են ասում, այսինքն սենց ասեմ, չափանիշը Հայաստանի համար պլանկան մի քիչ բանա սխալ է։ Ինչի համար, որովհետև մեր արև օրերը շատ են, մեր լույս օրերը շատ են։ Բայց ամեն դեպքում, եթե առհասարակ վիճակագրությամբ էլ նայում եք, վիտամին D-ի բավարար մակարդակ շատ քչերի մոտ կա, դա հետաքրքիր է։ Դա ինչ է նշանակում, որ ինչ որտեղ նորման մի փոքր չի համապատասխանում իրավիճակին։ Ես այդպես եմ կարծում, այդ իմ կարծիքն է։ Այո։ Հետո նրան պետք է չօգտագործես ամառվա ամիսներին, մանավանդ մեր նման երկրների համար։ Երկրորդը վիտամինի հենց այնպես չեն վիտամինները, նրանց չարաշահումը բերում է հակառակ ռեակցիային։ Այսինքն հակադարձ կապի սկզբունք ունեն, վիտամին D-ն շատացավ, ոսկրից կալցի է դուրս գալիս։ Այսինքն բոլորը իրար հետ կապված են։ Ես չեմ մանրանում մեխանիզմների մեջ, բայց իմ երիտասարդ տարիքում ես ավելի շատ ոգևորված էի եւ այստեղով եւ այնտեղ, բայց ինչքան մեծացա տարիքս առաջ, ես այնքան զգացի, որ այնքան օրգանիզմը հաշվարկած է։ Այնքան հաշվարկած ճշգրիտ, որ մոտենալ ու մտնել այդ օրգան շատ ծանր բան է։ Այսինքն կամ մենք նրան խանգարելու ենք, կամ մենք ուղղակի այն ձևի սահուն պետք է մոտենանք, այնքան անվտանգ, որ մենք չխաթարենք ներքին։ Այդ դեղորայքն էլ ես այդքան զգուշ եմ ինչի մոտենում, որտեղ մենք ներքին դեղատուն ունենք։ Այդ դեղատունը ինչ ասես ունի։ Ինչ ասես, բռնացակավիրուս, հակամիկրոբ, ինչ ասես, ինքը կարող է, բայց մենք այնքան ենք դրսից օգտագործում, որ կարծես մենք չենք թողնում, որ այդ օրգանիզմը կշնչի։ Իր պաշարը օգտագործի, ասես, այո։ Բժշկուհի, կան բիոակտիվ հավելումների մի քանի տեսակ կամ 1-2 տեսակ, որը որ ընդունելի է։ Գիտեք որն եմ ընդունում, ես մի քիչ ավելի անկեղծ ասեմ, էվալարները։ Իրանք գիտեք ոնց շատ չեն խառնում ինգրեդիենտները, այդ բույսերի բան, ավելի ենթադրենք սիրտանոթային համակարգի համար ընդունում են թուրմեր եւ այլն, այո։ Ապրեք, հետո ընդունում են գինեկոլոգիայի համար, ընդունում են աչքի տեսողության, այսինքն
առողջ ապրելակերպի, առողջ ձև ու մեզ համարյա, ասեմ, ծանոթ ինգրեդիենտներ են օգտագործում, որ մենք էլ ենք դրանից լավ զգում, որ այդ ճանաչում եմ։ Էվալարները այդ առումով, մնացածների մեջ առանձին կոմպլեքսներ են նշում, առանձին ցինկ, առանձին D, առանձին բանը, առանձին երկաթ, առանձին մի խոսքով բոլորը մանավանդ կովիդից հետո դա շատ ման եղավ, դա շատ մտավ համարյա ուղեցույցերի մեջ, համարյա մտավ ուղեցույցի, բայց ես էլի եմ ուզում ասեմ, ուզում եմ ավելի անկեղծեցած լինեմ, ինչքանով են դա օգնում, չգիտեմ, որովհետև ձեր կարծիքը այնքան էլ դրական չէ բիոակտիվ հավելումների վերաբերյալ։ Ես այդքան ոգևորված չեմ, որովհետև մարդը ինքը մենք մեր մարմնով եւ մեր էությամբ կիսով կենթանի ենք, կիսով արդեն նրանից բարձր ենք։ Խոսքը շատ մեծ նշանակություն ունի, ներշնչանքը շատ մեծ նշանակություն ունի, մենակ այն բանը, որ ես հավատում եմ սրան ու խմեմ, հաստատ ինձ վրա կազդի։ Եթե ես նկատել եմ, որ խոսքով բժիշկը կլինի, թե տվյալ մարդու համար ով կլինի, մի խոսքով նա կարող է անկողնային վիճակից ոտքի կանգնել եւ հակառակը մարդուն հասցնեն անկողնային, ուրեմն խոսքը այդքան արժեք ունի։ Դրա համար այդ հավելումները ես ավելի շատ հանգիստ կարող եմ ասել, գիտեք, որ պացիենտներին, բուժառուներին, որոնք որ շատ լուրջ հիվանդություններ չունեն, երդվում եմ ձեզ։ Ովքեր առողջ են եւ լրացուցիչ։ Բժշկուհի ինչ անում, ես ինչ բանը խմեմ, ասում ինչ ես խմում, չէ։ Դե ասում են լավ է, դե որ ասում են դու խմի, բայց մի ոգևորվի, ես անձամբ չեմ ոգևորվում։ Այո, դե խոսքը հիվանդությունների դեպքում չէ, իհարկե։ Նկատել եմ աղջիկս, որ իմունիտետը, երբ որ մարդու ընկնում է, իրենք սենց են մտածում։ Այսա խմեմ, որ իմունիտետս բարձրացնի, դա ցինկը կլինի, դա այս կլինի, ես ասում եմ իսկ գիտես, որ ոչ մի դեղ չկա իմունիտետ բարձրացնելու, չկա տենց դեղ, չկա վիտամին C-ի, չկա աղջիկս, վիտամին C-ն ինքը անտիօքսիդանտ է, այսինքն գիտեք ես ինչին եմ նմանացնում վիտամին C-ն, ծուխ է բարձրանում խոտի մեջից կամ, բայց ինքը չի հասցնում դեռ վառել, այն լցնում ես ինքը հանգցնում այդ կրակը, այսինքն օրգանիզմում կարող է տեղի ունենան այնպիսի պրոցեսներ, որ այդ ազատ ռադիկալները առաջանան, նյութափոխանակությունը միջև վերջ չգնա, ընդհանուր բորբոքային երևույթներ, մի խոսքով ստրեսի մեջ է, վիտամին C-ն շատ լավ հանգստացնող, հանգցնող հատկություն ունի, օրինակ ես նրա ճիշտ ասած դրականը չեմ տեսել հաբերի ձևով, այդ լուծվող հաբերի, բայց ես տեսել եմ նրա երակայինը, շատ լավ են տանում ու ես կարող եմ ասել նույնիսկ ցանկացած դեպքում վիտամին C-ն կարելի է անել առանց որևէ կողմնակից է։ Հա, ես շատ կողմ եմ։ Այո, բժշկուհի, եւ ցանկանայի մի փոքր էլ խոսեինք նոր տենդենս դարձած երակային միջոցով, ինչպես դուք նշեցիք, դետոքսների մասին, օրգանիզմը մաքրումներ, տարատեսակ նյութեր, գլուտատիոն եւ այլն ընդունել է։ Այս մասին ինչ կարծիք ունեք։ Էլի, ես կասեմ 50-50 ոչինչ, քանի որ մենք խորությամբ չգիտենք, ես ոչ կարող եմ ասել, չէ, դա մի հավատ չեմ կարող ասել։ Եվ ոչ էլ կասեմ, այ դա եթե անեք, ամեջ կլինի, այսինքն ես ինձ վերապահությամբ եմ մոտենում, որովհետև մենք շատ բան չգիտենք, մենք դեռ ուսումնասիրման փուլում եք, կարծում եք, այո, բնությունից հեռու ենք։ Շատ լավ, եւ վերջում նաեւ ցանկանայի խոսեինք մագնեզիումի մասին, որովհետև ամենուր քարոզվում է, որ մագնեզիումը պետք է նույնիսկ չստուգել արյան մեջ, այլ պետք է մշտապես ընդունել։ Դա նյարդային համակարգի համար է, սիրտանոթային համակարգի համար է եւ շատեր իսկապես հավատում են ընտրելով մագնեզիումի տարատեսակ տեսակներից իրենց հարիրը, իրենց հարմարը։ Ինչ կարծիք ունեք այս։ Շատ լավ հարց տվեցիք, որտեղ իսկապես ես ընդունում եմ մագնեզիումը B6-ի հետ մանավանդ իր մաչելությունը B6 ահագին կարողանում է օգնել այդ պիրիդոքսինը։ Հիմա տեսեք, մագնեզիումը եւ լավ է ներվային համակարգի համար, եւ սրտի համար, եւ ընդհանուր օրգանիզմի համար շատ լավ։ Մկանների, անոթների, նույնիսկ կծկումների բանի ժամանակ, երբ որ ջղաձգումներ են լինում ստորին վերջույթներում, տարիքի հետ կապված, մագնեզիումը հրաշալի էֆեկտ է տալիս։ Բայց ոչ մշտական, ոնց որ շատերն եմ, չի կարելի։ Մշտական ոչինչ։ Տարվա մեջ խորհուրդ կտակ այն օգտագործել։ Երկու անգամ օգտագործել։ Մի ամիս գարնանը, մի ամիս աշտանը։ Ինչի համար, որտեվ այդ մի փոքր խեղճություն, ոնց որ կարծես դեֆիցիտ դառնան որոշ բաներ, բայց հիմիկվա պայմաններում, հիմիկվա մենք ավելի շատ, ես նկատում եմ, ակտիվություն ենք կորցրել։ Այ փոխանակ ընդհանրենք ինչ որ մի բան ոտքով գնան,
կամ ինչ որ մի բան աշխատեն, կամ թեկուզ տունը դիտավորյալ իրանք բանը ֆիզիկական ուժ գործադրեն, որպեսզի օրգանիզմը ապրեք։ Իրանք կարող է տան, հա, նստակյաց է մեր կյանքը, այսինքն օֆիսային աշխատանքները շատ են։ Ասում եմ, միգուցե հալարկոտությունն էլ ավելի։ Իհարկե։ Օրինակ նորը ես բուժարում ունեի, մոր հետ էր եկել, ասում եմ աղջիկս, մամային ինչով ես օգնում տունը։ Ասում եմ, դες ոչինչ։ Ոչ, ես զգում եմ, որ գիտես ոնց է, բան այս ադինամիան է բերում սրան։ Այո, շատ խնդիրներ։ Աշիկս ադինամիա է բերում։ Մենք եթե ապրենք ճիշտ կենսակերպը մեր լինի առողջ, մենք ոչ մի բանի կարիք չենք լինի։ Հետո էլի եմ թող լինի սա մոդուսի նման կամ ես եմ ասում, իմացեք աշխարհի ամենալավ բանը ամենահաճույքը, մարմնական, հոգեկան, ինչ ուզում եք, նրա չափից դուրս անցնելը թույն է դառնում։ Ոնց որ թույնի բանը, ոնց որ թույնի փոքր տոկոսը դառնում է տեղ։ Այսինքն ասում եմ, գալիս են ասում են, ես խմում եմ 3-ից 4 լիտր ջուր, ասում եմ դու պարտադրված ես խմում, թե ուզում ես, չի ասում, թե ասում են, որ կարդում եմ, որ բանը պետք է այդքան։ Ահա, եթե դու պարտադրված խմեցիր ու հաճույքով չխմեցիր, դա թույն է դառնում։ Երիկամների համար ծանրաբեռնվածություն։ Չի կարելի, ինքը մեր մարմինը ձայն ունի։ Ինքն է մեզ ասում, այ գիշերը ոնց է քնում։ Դուք չեք մտածում ոնց քնեմ, որ լավ լինի։ Ինքը մարմինը ձեզ կասի, այս կողմի վրա, այն կողմի վրա, գլուխդ մի քիչ բարձր, դու կոմֆորտ չես զգում։ Իսկ ես թվում է դու գիտակցորեն ես անում, գիտակցորեն չեն կանում։ Մի խոսքով իմ ասածը շնորհակալ եմ բժշկու եւ նշեմ, որ շատ տարբերվող էր ձեր կարծիքը, թվում էր թե դուք պետք է այս ամենը պարզապես քարոզեիք, բայց իսկապես դուք ներկայացրեցիք ռեալ իրական պատկերը։ Մեկ մի փոքր բան էլ ավելացում ասեմ, մի տեսակ ես նկատել որ այս հավելումները օգնում են գինեկոլոգիայում ինչով այ կանացի բանը կրծքագեղձի առումով ֆիբրոմաներ, ֆիբրոմատոզ կամ ինչ-որ այ իրանք այդ հավելումների ժամանակ բավականին երկար կարող են օգտագործել ու լավ տվյալներ լսել են։ Այո, ամեն դեպքում իհարկե դրանք օգտակարություն են, սակայն ցուցված դեպքերում ոչ բոլորի մոտ։ Որի մեջ շատ օրինակ նկատել եմ, որ այդ իմբիրը կա։ Կոճապղպեղով Ես նկատել եմ ճիշտն ասած, այս վերջում ստացել էինք, ես նույնիսկ sense գրեցի, որ հանգար չլինի մոռանամ, մաքսիֆերոլ, sense կարդացի, տեսա որ մի քիչ ծանոթ բաներ են ասում, զգացի ասում եմ դե լավ ասում եմ, բայց էլի աղջիկս չեն բուժում։ Այո, շնորհակալ եմ բժշկու, իհարկե պետք է ամեն ինչի բնականին նախընտրությունը տալ։ Շնորհակալ եմ նաև բոլոր մեր հեռուստադիտողներին ուշադրության համար, եւս մեկ անգամ նշեմ, ես գտնվում էի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում եւ կենտրոնի թերապևտ Նարինե Ղալումյանների զրուցակիցը թվում էր, թե պետք է բժշկուհին ժամանակակից բոլոր տենդենսները շատ գովաբանի, սակայն իրականում նա խորհուրդ է տալիս հորդորում է լսել մեր ներքին ձայնին, մեր առողջության ներքին ձայնին։ Զոհ չգնալ։ Այո, եւ մի խոսք, որ տպավորվեց բժշկուհուց ինձ, դա այն է, որ մեզանից յուրաքանչյուրը ունի իր ներքին դեղատունը։ Ահա այս խոսքերով էլ ավարտվում է այսօրվա թողարկումը, կրկին հանդիպելու ակնկալիքով, առողջ եղեք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաև վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաև ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Հայ-բելգիական արդեն վստահելի մանկապարտեզն իր երկրորդ մասնաճյուղն է բացել։ 1.5-ից 6 տարեկան փոքրիկները այստեղ ջերմ ժամանակ են անցկացնում մինչ 18:30-ը։ Բելգիական նախադպրոցական փորձը այստեղ համադրված է հայկական կրթական ծրագրին։ Բելգիական մեթոդաբանության տաժերը փոքրիկների ամենօրյա ծրագրում են։ Յուզիների փայտիկների միջոցով մաթեմատիկայի եւ մենթալ թվաբանության ուսուցում, ազատ մտածողության խթանում, տարբեր խմբակների առկայություն, օտար լեզուների ուսուցում։ Շենքային հարմարավետ պայմաններին եթե ավելացնենք եւս երկու առավելություն, առողջ ափսեի ներդրումը եւ երեխային տեղափոխումը պարզ է դառնում, որ ձեր բալիկը իդեալական հոգացության տակ է։ Հայ-բելգիական պարտեզ, նվիրեք փոքրիկին գունավոր մանկություն։